Ինչու Հանրապետականը հենց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին որոշեց վարչապետի թեկնածու առաջադրել։ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու ավելի քան մեկ ամսյա ակտիվ քննարկումներից հետո երեկ Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետականն իր 4 անդամներից եւ 2 անկուսակցականներից բաղկացած Պատիվ ունեմ խմբակցությանն առաջարկեց թեկնածու առաջադրել։ Ժամեր անց Պատիվ ունեմը հրապարակեց թեկնածուի անունը։ Դաշտում Դավիթ Համբարձումյանը ճանաչում է նաև պայքարող մարդու տեսակի։ Հանրապետականի գործադիր մարմնի անդամ Պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Տիգրան Աբրահամյանը պնդում է, Համբարձումյանն անցած տարիներին եղել է իշխանության քաղաքական ճնշումների թիրախում, բայց Մասիսի քաղաքապետին չկարողացան հանել խաղից։ Համբարձումյանը 2019 թվականից ամբաստանյալի աթոռին է, մեղադրվում է Փաշինյանի առաջնորդած հեղափոխության օրերին հանրապետության հրապարակ շտապող հանրահավաքի մասնակիցների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու համար։ Մեկ այլ զանգվածային անկարգությունների դրվագով նրա դեմ հետապնդումը հանցակազմի բացակայության հիմքով դադարեցվել է։ Այս իշխանությունը մեծ թվով մարդկանց նկատմամբ քաղաքական դատապատճառերով տարբեր քրեական գործեր է հարուցել։ Հանրապետականում այդպիսի մարդիկ շատ են, սկսած կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանից։ Հիմա Պատիվ ունեմ խմբակցությունը ներկայացրել է թեկնածուի անունը եւ այս փուլում համարում է, որ նպատակահարմար է Դավիթ Համբարձումյանի միջոցով գնալը։ Մեկ ամսից ավելի է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը առաջարկում է վարչապետ Փաշինյանի իմպիչմենթի գործընթաց սկսել, որը սակայն խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժը երկրորդ նախագահի առաջնորդած Հայաստան խմբակցությունը անլուրջ էր գնահատել։ Երկրորդ ու երրորդ նախագահները նրանց թիմերը փոխադարձ մեղադրանքներ էին փոխանակել։ Վերջին մեկ ամսվա ընթացքում թեման քննարկվեց բավականին լայնորեն քաղաքական դաշտում։ Մեծ առումով ընդդիմադիր դաշտի որևէ ուժ քաղաքական տեխնացու առաջ չքաշեց։ Կամիգուցե կային տեխնացուներ, որոնք կուլիսներում քննարկվում էին, բայց դրանք լայն համախմբման հնարավորություն միգուցե չէին ստեղծում կամ ավելի մեծ թվով քաղաքական ուժերի համար, այսպես ասել, միասնական տեխնացու չէին դառնում։ Եվ այս խորհուրդում փաստորեն այս գործընթացի համար առաջադրեց Դավիթ Համբարձումյանի տեխնացունը։ Աբրահամյանն ասաց, նախկին նախագահի տեխնացությունը չեն քննարկել։ Սերժ Սարգսյանը տևական ժամանակ է հայտարարում է, որ ինքն իշխանության գալու նպատակ չունի։ Վերջին անգամ այս մասին կես ամիս առաջ էր խոսել։ Ես նպատակ չունեմ եւ իմ թիմակիցները նպատակ չունեն իշխանության գալու։ Մեր նպատակը իշխանափոխությունն է։ Խորհրդարանում վարչապետ Փաշինյանի անվստահության գործընթաց սկսելու համար անհրաժեշտ է 36 падգամավորի ստորագրություն, իսկ որոշումն ընդունելու համար առնվազն 54 կողմ ձայն։ Սերժ Սարգսյանի առաջնորդած Պատիվ ունեմն ունի ընդամենը 6 падգամավոր, իսկ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած Հայաստանը 28։ Ստացվում է, երկու ընդդիմադիր խմբակցություններին հարկավոր է ունենալ նաև Փաշինյանի թիմակիցների քվեն։ Իշխանականներն անցած ամսվա ընթացքում մի քանի անգամ շեշտել են, իրենց շարքերից իմպիչմենթի գործընթացին միացող չի լինի։ Այս պայմաններում ինչպես է Հանրապետականը պատրաստվում անվստահություն հայտնել վարչապետին, երբ Հայաստան խմբակցությունը հրաժարվել է միանալ իրենց այդ նախաձեռնությանը եւ արդյոք նույն փակուղին չէ սա։ Նախ կհասկանանք, թե այս փուլում Հայաստան դաշինքը ինչ դիրքորոշում ունի։ Հիմա գիտեք, ես չեմ կարող ժամանակից եւ իրադարձությունից առաջ գնալ եւ ասել իրենք ինչ դիրքավորում կունենան։ Համենայն դեպս այն գործընթացը, որտեղ նաեւ ներկայացված է Դավիթ Համբարձումյանը, արդեն իսկ այդ անձով իրավիճակում շատ ավելի մեծ լրջություն ենք մտցնում։ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած Հայաստան խմբակցությունից չեն շտապում արձագանքել Հանրապետականին։ Խմբակցության ղեկավար Սերյան Օհանյանը Հանրապետականի տեխնացուի անձի հետ խնդիր չի տեսնում, բայց դիրքորոշում ասաց մյուս շաբաթասկզբին կհայտնեն։ Մենք մեր ֆրակցիայում կքննարկենք եւ մեր տեսակետը կարտահայտենք դրա վերաբերյալ։ Դավիթ Համբարձումյանին ես ինքս անձամբ ճանաչում եմ, որովհետեւ մի խնդիր չունեմ, շատ մոտ չենք, բայց առնչվել ենք, որովհետեւ մի բան չեմ կարող ասել, մեր տեսակետը կարտահայտենք։ Իմպիչմենթի մի գործընթաց էլ նախաձեռնել էր իշխող քաղաքացիական պայմանագրից հեռացված Հովիկ Աղազարյանը, վարչապետի թեկնածու առաջադրելով Լուսավոր Հայաստանի ղեկավար Էդմոն Մարուքյանին։ Այս նախաձեռնությունը տապալվեց, ընդդիմադիրները չմիացան։ Ու մինչ ընդդիմադիր դաշտում իմպիչմենթի թեման են քննարկում, խորհրդարանի խոսնակ իշխող ուժի ղեկավար անդամ Ալեն Սիմոնյանն այսօր առաջիկա ընտրությունների հետ հաշվարկն է սկսել, ազդարարելով, որ խորհրդարանի հաջորդ ընտրությունները տեղի կունենան ուղիղ 1 տարի անց, հունիսի 7-ին։